Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ սիրելի ընկերներ, բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, Ավտոլայվի այս կարճ ձևաչափով փորձեմ եւս մի անգամ տեղեկացնել, որ այսօր մարտի 15-ին Դաշտավանում ժամը 2:30 եւ Գյումրիում մեր երկրորդ քաղաքում, մեր սիրելի Գյումրիում ժամը 19:00 հետաքրքիր կարծում եմ դասախոսությամբ եմ հանդես գալու, իմ կարծիքով հետաքրքիր է լինելու Մխիթար Գոշը Արդար դատավորի որոնումներում սա այտենց դասագրքային բան չի լինելու, իմ անձնական վերջի տարիների գոշագիտական հետազոտություններից որոշ փոքրիկ հետաքրքիր իմ կարծիքով նյութ եմ ներկայացնելու հավուր պատշաճ է, այսինքն պատշաճ օրվա արդիվ հաշվի առնելով այն, որ այսօր մեր եկեղեցին նշում է դատավորի կիրակին։ Ֆանտաստիկ բան է մեր եկեղեցու առհասարակ ես մեր մեծ բախի կիրակիների շղթան, որ նայում ես, ու ֆանտաստիկ հետաքրքիր եւ այսպես խորախորուրդ տրամաբանություն կա այս ամեն ինչի մեջ եւ դարեր առաջ մեր եկեղեցու հայրերը շատ հետաքրքիր են մտածել նաեւ հաջորդականությունը անառակի կիրակիներ 2 կիրակի առաջ, տեսի կիրակի, դատավորի կիրակի, մի խոսքով բովանդակության մեջ շատ չեմ ուզում խորանալ, ինքս էլ աստվածաբան չլինելով ընդամենը փոքր մասն եմ հասկանում, բայց այնքանը ինչքանը որ հասկանում եմ, ուղղակի ֆանտաստիկ խորախորուրդ սիստեմ է մշակվել եւ ի դեպ մեր մյուս եկեղեցիները, մյուս քույր եկեղեցիները, թե քաղաքեդոնական, թե ինչպես մենք ոչ քաղաքեդոնական, թե նաեւ քաղաքեդոնական եկեղեցիները որևէ մեկը այս առակի խորհուրդը չունեն կիրակիներից որևէ մեկի մեջ, ասենք օրինակ չգիտեմ, անառակ որդու մասով ունեն, հա, բայց օրինակ դատավորինը չունեն։ Եվ սա բացառիկ է, ունիկալ է հենց մեր եկեղեցու համար, բայց ինչ է ուզում, ինչի համար է մտել մեծ հաշվով այս լայվը, երեք հետ է մտածում, ասում եմ մենք փաստորեն միջնադարի մասին ենք խոսում եւ միջնադարի մեր ստեղծած արժեքների իմաստավորման խնդիր ունենք, շատ բաներ չի հասկացվել, նույնիսկ հիմա չի հասկացվել, շատ բաներ, բայց արի ու տես, մեր երկիրն է գնում դեպի միջնադար, երեք լսում եմ, Մարիա Կարապետյան անունով քպայական մեկը, պատգամավոր, տենց ուրախ ավտոբուսի պասաժիր, ինչ է ասում, աղակաժների շեմ հավատում, մարդ, որը որ իր ողջ գործունեությունը, մինչև 18 թվականը, մարդու իրավունքների վրա է կառուցել, ասում է, սիրելի պետության աշխատողներ, էլ ուշադրություն դարձրեք ձևակերպումը, ասեք պետության տեղը կարար Զապրստա ասեր Նիկոլ Փաշինյանի աշխատողներ, պետության աշխատողներ, ասում է, եթե դուք նույնիսկ գիտական պատճառ կլինի, խղճի պատճառ կլինի, համոզմունքի պատճառ կլինի, ինչ ուզում ալինի, դուք ձեր խոսքի ազատության ժամանակ հաշվի առեք մեր արտաքին ուրեմն հարաբերությունները ու չասեք հանգարց, արգելված է ասել բաներ, որոնք որ հակասում են մեր արտաքին քաղաքականությանը, տեսեք, այսինքն այսքան ժամանակվա խոսքի ազատության ես ողջ համակարգը զրոյանում է մի վայրկյանում, այո քաղաքական պաշտոններ զբաղեցնողների մասով խոսելու կարիք էլ չկա, բնական է քաղաքական պաշտոններ զբաղեցնելու պայմանը այն է, որ դու ընդունում ես տվյալ քաղաքական ուժի քաղաքականությունը, արտաքինն էլ, ներքինն էլ, ամեն ինչն էլ, դրա համար եմ ես մեկ-մեկ տենց ասում եմ, որ հերթով հարցնում ենք, ասում են նախարարներին բան, որ ասում են դուք սա ընդունում եք, նա ընդունում եք, նա ընդունում եք, նրանք ասում են այո ընդունում ենք, ասում են իա ո՞ս թե ընդունում են, օրինակ ասում են քաղաքբանտարկյալ չկա եւ այլն, դա բնական է ժողովուրդ ջան, քաղաքական պաշտոն զբաղեցնողի մասով դա ավելի քան բնական է, այդտեղ եւ հարց չկա, բայց եթե խոսքը վերաբերվում է այն մնացածին քաղաքացիական ծառայողներին,
այնտեղ չգիտեմ, մնացած բոլորին, որոնք քաղաքական պաշտոն չեն զբաղեցնում, որոնք պետական մարմիններում, կառույցներում, հիմնարկներում աշխատողների 95, եթե ոչ 99%-ն են կազմում։ 99%-ն են կազմում։ Այդ մարդիկ որևէ պարտականություն չունեն պետության այս խայտառակ արտաքին քաղաքականությունը հիմք ընդունել իրենց որևէ միտք հայտնելիս։ Խայտառակ, բան ասա միջնադարի տանող ճանապարհ, ասա ֆաշիզմ տանող ճանապարհ, հարգելի քաղաքացիներ, մի հատ մտածեք սրա մասին։ Ընդ որում այն մարդու շուրթերով, որը իրան ճղում էր ամեն մի մանր-մունր բաների, նաև ոչ մանր-մունր բաների մասով, սա մարդու իրավունքների խախտում է, մարդը բաց է, բայց մարդու իրավունքների խախտում են հայտարարում եւ ազդարարում։ Պետության աշխատող բառը ձևակերպելով ֆաշիստական ձևակերպում է իրականում, չէ՞ պետության աշխատող։ Պետությունը դուք եք, ով եք դուք։ Դուք ձեր կառավարության բանի մեջ, ծրագրի մեջ ներառել եք այն ինչ որ հիմա արտաքին քաղաքականություն եք անում։ Թե ներառել եք հադրուտ ու շուշի ենք այդ բերելու։ Սրիկաներ։ Ներողություն եմ խնդրում ես բանի համար։ Ոնց կարելի ասես բանանել։ Այս աշճան լավ։ Սա է ուզում ասեի։ Որ այսօր տենց այդ զավեշտի վիճակն է, էլի, որ միջնադարից ենք խոսում ու մենք ամեն օր մոտենում ենք այդ միջնադարին։ Բայց մեր միջնադարյան այդ հայրերը ժամանակից առաջ են ընկած եղել։ Այն աշճան են ժամանակից առաջ ընկած եղել։ Այն աշճան հետաքրքիր գաղափարներ են ունեցել։ Որ իրենց ժամանակակիցներն չեն հասկացել։ Տո շատ բաներ անգամ մեր ժամանակակիցները չեն հասկացել, չեն միտքը ընկալել, բայց երևում է միտքը։ Մի քիչ դժվար է ընկալելը, բայց տարբեր ձևակերպումների համատեքստում երևում է։ Այսքանն էի ուզում ասել, շնորհակալություն այն իմ ընկերները, որոնք որ կամ Դաշտավան կամ ուրեմն Գյումրի այսօր կայցել են, կարծում եմ, որ հետաքրքիր ժամանակ ենք միասին անցկացնել։ Առայժմ